Եթերում մեր ճամփեն հաղորդաշարն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այցելեք իմ նորաբաց taronglac.com կայքը, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս Telegram, Facebook, TikTok, աջակցեք ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով, հավանեք, մեկնաբանեք ու տարածեք այս տեսանյութը։ Իմ նախորդ անդրադարձերից մեկում ես խոսել եմ Հովհաննես Թումանյանի ձևն ու հոգին կարևորագույն հոդվածի մասին։ Այսօր ևս մի մեջբերում կանեմ։ Որն էր այն ժամանակ խնդիրը եւ ինչու գրեց Թումանյանն այդ հոդվածը։ Թիֆլիսի հայկական թատրոնը խնդիրներ ուներ։ Պետք էր փող եւ սեփական շենք, եւ այդ արդիվ ժամանակի մամուլը գոռում էր, թե հայոց թատրոնը մեռնում է, հայ ազգը դրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու եւ այլ այսպիսի ահասարսուր արտահայտություններ էին անում։ Եվ Հովհաննես Թումանյանը մի շատ դիպուկ դիտարկում է անում իր հոդվածում։ Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոն ապրել է ու կապրի, թե չէ։ Դա դատարկ խոսք է եւ մի վատ սովորություն, որ մեզանում ամեն հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Վերջերս իմ գրքի շնորհանդեսի ժամանակ մի մարդ վեր կացավ եւ հայտարարեց, որ Մայրենի երկրորդ դասարանի դասագրքում Հովհաննես Թումանյանը ներառված չէ եւ ցանկացավ լսել իմ կարծիք։ Ես իհարկե ներքուստ զարմացա, սակայն խորապես համոզված էի, որ նման բան չկա ու չի կարող լինել։ Եկա տուն, ուսումնասիրեցի տվյալ դասագիրքը եւ ինչ տեսա։ Հրաշալի կազմված դասագիրք, հատկապես Հովհաննես Թումանյանի մասով, փայլուն առաջադրանքներ երեխաների համար, ովքեր եթե իսկապես կատարեն այդ առաջադրանքները, ապա բավական գիտելիք կկուտակեն Հովհաննես Թումանյանի եւ նրա գրականության մասին։ Տվյալ անձնավորությունն ասում էր, թե Թումանյանից ոչ մի բանաստեղծություն ներառված չէ դասագրքում։ Մինչդեռ առաջադրանքների մեջ կա հետևյալ կետը. ընտրեք Հովհաննես Թումանյանի ձեր սիրելի ստեղծագործություններից մի քանիսը եւ ինքնաշեն գրքույկ պատրաստեք։ Ես կարդամ մի քանի կետեր առաջադրանքներից, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե որքան սքանչելի են դրանք։ Ասում է. պատկերացրու, հանդիպել ես Հովհաննես Թումանյանին եւ պետք է նրա հետ հարցազրույց վարես։ Կազմիր հարցաշար եւ ներկայացրու։ Հետաքրքիր է, ինչի մասին պետք է խոսես Հովհաննես Թումանյանի հետ, եթե կարդացած չլինես նրա ստեղծագործությունները։ Գուցե մեքենաշինության։ Ակնհայտ է, որ պետք է ուսումնասիրես յուրիդ եւ հարցեր տաս առնվազն նրա բանաստեղծությունների մասին։ Մյուս առաջադրանքում ասում է. կարդացեք, լսեք Հովհաննես Թումանյանի ճամփորդները, կացին աղբեր, անխելք մարդը եւ սուտասանը հեքիաթները։ Եվ էլի այսպիսի հրաշալի առաջադրանքներ, որոնք օգնում են երեխային մտածել, երևակայել, ստեղծել եւ այսպես շարունակ։ Պարտադիր չէ, որ նշված հեքիաթները կամ Թումանյանի մյուս ստեղծագործությունները բոլորը ներառված լինեն հենց այս դասագրքում։ Կարևորը առաջադրանքն է։ Իսկ այս ստեղծագործությունները կարելի է գտնել գրադարանում, կարդալ եւ կատարել առաջադրանքը ու ստանալ 10։ Ցավալին գիտեք ինչն է, որ իմ փոխարեն կարող են լինել մարդիկ, ովքեր անմիջապես կհավատան նման ստերին, քանզի չեն բացի գիրքը եւ չեն իմանա իրականությունը։ Եվ այդպիսի մարդիկ քիչ չեն, ովքեր անմիջապես հավատում են նման պղտոր ջրում ձուկ որսացողներին։ Բայց ինչ տեսակ է սա, ինչ են ուզում նման մարդիկ, ինչու են գնում այս ճանապարհով։ Թերևս կարող է պատահել, որ նույնիսկ իրենք այսպիսի լուրեր տարածողները չեն տիրապետում նյութին, ինչի մասին որ ահազանգում են։ Իրենք էլ ինչ որ տեղից լսում են, ապա մակերեսորեն թերթում են գիրքը, իբրև թե համոզվում իրենց լսածի մեջ եւ մոլորության մեջ գցում արդեն շատերին։ Ես համոզված եմ նման մարդիկ սաստիկ հեռու են հայ գրականությունից, նրանց սիրտը չի ցավում, պարզապես սովոր են ձևեր թափելու, հոգատար հայ երևալու, հայ գրականության խնամակալ իրենց երևակայելու մեջ։ 21-րդ դարում հայ հանրության գերխնդիրը ստացած տեղեկությունը ստուգելն է։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ ինձ զայրացրին եւ ես չզլացա ու բացեցի Մայրենի երկրորդ դասարանի դասագիրքը, որտեղ ի դեպ պատմվում է Հովհաննես Թումանյանի կյանքի պատմությունը մեծ լոռեցին խորագրով։ Եվ այնտեղ հիշատակվում է նաև Թումանյանի
մանկության ընկերը Նեսոն, ով շատ հեքիաթներ գիտեր եւ ուներ վառ երևակայություն։ Թումանյանը հետագայում գրել է իր ընկեր Նեսոյի մասին «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը։ Եվ միայն այս ստեղծագործությունը շատ բան է ասում Հովհաննես Թումանյան մարդու մասին։ Երբ գյուղում դպրոց են բացում, բոլոր երեխաները չէ, որ կարողանում են դառնալ աշակերտ, քանզի դրա համար գումար էր անհրաժեշտ։ Ահա թե ինչ է գրում Հովհաննես Թումանյանը։ Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից եւ ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը։ Առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ այսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Գանք գովենք մեր ժամանակները, քանզի այսօր բոլորն էլ դպրոց հաճախելու հնարավորություն ունեն, եթե նույնիսկ լինեն բացառիկ դեպքեր, ապա նույնիսկ այդ պարագայում տաղանդավոր երեխաները նկատվում են եւ ստեղծվում են հնարավորություններ նրանց համար։ Էլ չեմ ասում, եթե երեխան արդեն դպրոցում է եւ նա ակնհայտորեն օժտված է տաղանդով, ապա վստահ եմ որևէ ուսուցիչ, դպրոցի տնօրեն երբեք տվյալ երեխային մենակ չի թողնի։ Ես գիտեմ ուսուցիչ, ով հանուն մեկ երեխայի այսօր դաս է վարում, հանուն մեկ երեխայի։ Բայց այն ժամանակ ցավոք սրտի Նեսոն մնաց դրսում, մնաց անկիրթ, դարձավ նախանձ եւ գող։ Նեսոյին գյուղի հրապարակում գողության համար փայտից կապում են ու ծեծի ենթարկում։ Թումանյանն այդ ժամանակ էլ օգնության է հասել իր մանկության ընկերոջը, բայց Նեսոյին արդեն ոչինչ չէր կարող փոխել։ Այս հաղորդմամբ ես ուզում եմ ավարտել Հովհաննես Թումանյանին նվիրված հաղորդումների շարքը եւ ուզում եմ վերահաստատել իմ այն համոզմունքը, որ ճանապարհը Թումանյանն է։ Ինչպես նախորդ անդրադարձում նշեցի, Թումանյանը մերժում էր ծայրահեղությունները, նա փնտրում էր բոլորին իրար կապելու մի միջոց, թե իր գրականությամբ, թե կյանքով։ Թումանյանը լավագույն օրինակն է հայ մտավորականի մեր լավագույն ուղեցույցը, որպեսզի մենք էլ նրա ճամփով գնանք եւ փորձենք մեր բևեռացված հանրությանը մոտեցնել ու մերձեցնել իրար։ Քանզի ապագան ազգի պարագայում մենքն է, ոչ թե եսը։ Այս կարևոր ուղերձով ավարտենք մեր ճամփեն շարքը։ Խնդրում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս, Telegram, Facebook, TikTok, կարող եք աջակցել ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով։ Հաջորդ շարքը, որ կներկայացնեմ ձեր դատին, նվիրված է լինելու Եղիշե Չարենցին։ Մինչ նոր հանդիպում։